Սահմանադրական դատարանի նիստը քաղաքական հայտարարությունների տեղ չէ, զգուշացնում է նախագահը։ Պարտադիր կուտակայինի դեմ բողոքող կողմի խորհրդարանական ընդդիմության հիմնավորումները ներկայացնում են դաշնակցական Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը։ Նրանք պնդում են, սահմանադրությանը հակասում է կուտակայինի պարտադիր լինելը։ Խորհրդարանական մեծամասնությամբ հաստարկները ներկայացնում է Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Առաջին հայացքից զարմանալի հարց է տալիս։ Խնդրում եմ ասեք, բարեկեցիկ կյանք ասելով դուք ինչ եք հասկանում, դա կյանքի որը ժամանակի համար, մանկապարտեզում, դպրոցում, աշխատանքի վայրը, կենսաթոշակային ժամանակում։ Եթե փիլիսոփայական մոտեցումով նայենք, բարեկեցիկ կյանքը մարդու կյանքի բոլոր ժամանակահատվածները պետք է ներառեն։ Հակոբ Հակոբյանը հրապարակում է երջանկության ճիշտ տարիքը, պետության հույսին մնալու տարիքն է, եւ երկիրը պարտավոր է դա ապահովել։ Սահմանադրականի նախագահը հակադարձում է, թոշակ ստանալու արժանինքները ոչ մեկը չի վիճարկում, բողոքողները համակարգում հակասահմանադրական դրույթներ են տեսնում։ Մերի Խաչատրյանը մեկը նշում է, պարտադիր կուտակայինում տարիքային ու գույքային խտրություն կա, մինչդեռ սահմանադրությունն արգելում է սեռի, ռասայի, էթնիկ կամ սոցիալական խտրականությունը։ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց նկատմամբ եւ 1 օր առաջ տարբերությամբ ծնված անձանց նկատմամբ կիրառվելու են տարբեր բարենպաստ եւ ոչ բարենպաստ կարգավորումներ։ Մայրօրենքի համաձայն յուրաքանչյուրը նաեւ իրավունք ունի անձամբ տնօրինելու իր սեփականությունը, մինչդեռ երբ կենսաթոշակի կուտակումը պարտադիր է դառնում, հակասություն է առաջանում։ Կարող էր իր հայեցողությամբ որպես ավանդ ներդնել օրենքով սահմանափակման ենթակա դրամական միջոցները բանկում եւ ստանալ տարեկան ավելի բարձր տոկոս կազմող եկամուտ։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը բխեցնում է հաջորդ հարցը։ 450-500 հազար կենսաթոշակառուների ապահով կենսաթոշակ ստանալը հանրային շահ է թե ոչ։ Սա չի նշանակում, որ որևէ նման շահի ներքո քաղաքացուն պետք է պարտադրվի ինքն իր համար, իր բարեկեցությունը հոգալու համար նման քայլի գնալ։ Հենց դրա համար էլ գոյություն ունի համերաշխության բյուջե գաղափարը։ Ում պարտավորությունն է բարեկեցիկ ծերություն ապահովելը, հարցը հռետորական չէ, կողմերը համամիտ են, պետության։ Բայց համակարգի սահմանադրականությունը վիճարկողներն ասում են, պետության պարտավորությունը չի կարող առանձին խմբի վրա տարածվել։ Պետք է կիրառել սերունդների համերաշխության գաղափարը, այն միջազգային հարթակում էլ է ընդունված։ Բացի այդ, պարտադիր պահումները կտրուկ կվատացնեն մարդկանց կենսապայմանները։ Անձը պարտադրված է նվազեցնել սպառման ծախսերը առնվազն այս չափով։ Սա այն դեպքում, երբ երկրի համախառն ներքին արդյունքի մեջ սպառմանը ուղղվող ծախսերը 100%-ի շրջակայքում են։ Հակոբ Հակոբյանը հակադարձում է, եվրոպացիներն ասում է թաղվել են բաշխական համակարգի մեջ եւ չեն կարողանում վերադառնալ կուտակայինին, մինչդեռ նախկին ԱՊՀ երկրներն ունեն այդ հնարավորությունը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչն ասում է, պարտադիր կուտակայինը դեռ պետք է ավելի շուտ ներդնեին, արտագաղթն ավելացել է, ծնելիությունը նվազել։ Ցածր ծնելիությունը ունեցել ենք 2001-2002 թվականներին 32,000, որը ուղիղ կապ ունի 40-45 թվականի հետ։ Եթե մենք այսօր ունենք 40,000 ծնունդ, 2025 թվականին մենք ունենալու ենք ուղիղ 20,000 ծնունդ։ Այս պարագայում խորհրդարանական մեծամասնությունը 3 լուծում է տեսնում՝ բարձրացնել հարկերը, կենսաթոշակային տարիքը կամ էլ ներդնել պարտադիր կուտակայինը։ Նրանք ընտրել են վերջին տարբերակը։ Սահմանադրական դատարանը երկուշաբթի կստանա նաև կառավարության ու կենտրոնական բանկի պարզաբանումները եւ կլսի կողմերի եզրափակիչ խոսքը։ Դեմ եմ շարժման դիրքորոշումը նիստի ողջ ընթացքում արտահայտվեց դատարանի մուտքի առջև։ Նրանք լուռ բողոքով ասացին այն, ինչ պնդում են արդեն մի քանի ամիս։ Աննա Բալյան, Աննա Գրիգորյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։